Պարոն Կապրիլյան, երեք Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսում ասաց, որ ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որը երբևիցե չի եղել, որ սկսում են քննարկել Արարատ թե Արագած, եկեղեցու պաշտպանության հարց, որը նախկինում չի եղել, եւ ասում է, որ այս իշխանությունն է այս իրավիճակին հասցրել։ Ճիշտ ասած չեմ հասցրել հետևել, բայց 1-2 գլխագրերով տեսա Հանրապետության երկրորդ նախագահի խոսքը ու ինձ մոտ տպավորություն էր, որ ինքը վերջին 5 տարում ինչպես իր քաղաքական ուժը չի փոխվել եւ որևէ ասելիք չունի, կամ եթե մեկ նախադասությամբ ձևակերպենք իր ասելիքը, Հայաստանը, ինչպես Լուկաշենկոն էր ասում, այլ գնալու տեղ չունի, քան կրկին ինչ որ երկրի ռոձինա դառնա։ Այնպես որ արձագանքելու այլ բան չունեմ, եկեղեցին պաշտպանության կարիք ժողովրդի կողմից ունի եւ եկեղեցին ժողովուրդը պաշտպանում է եւ կպաշտպանի։ Իսկ մնացած առումներով չկա գետ։ Դե պարզ է ինքը հիմա փորձում անդիմարդի դաշտում դիրքավորվել առաջատարի դիրքում, գուցե ցանկություն ունենալով առաջիկա 5 տարիներին կրկին խորհրդանում լինել մեր ընդդիմությունը։ Բայց պարոն Գաբրելյան, արդյոք ճիշտ չի այն դիտարկումը, որ Միացյալ Նահանգները, երբ որ տարածաշրջան են բերում, ես մեջ բերում եմ Քոչարյանին, այստեղ շահողը ոչ Հայաստանն է լինելու, ոչ Միացյալ Նահանգները, ավելի ճիշտ ոչ թե տնտեսապես չի շահում Միացյալ Նահանգները, բայց քաղաքականապես շահում է, որտեղ դա Իրանի դեմ է։ Այս Իրանի դեմ միտքը, երբ որ բացում է նաև լսել եք հավանաբար, արդյոք այդ մտահոգությունը չունի իշխանությունը հաշվի առնելով նաև Իրանից հնչող կարծիքները, դեսպանի կոշտ հայտարարությունները։ Չեմ լսել իր խոսքը, բայց ես հետեւյալը կարող եմ ասել, որ Միացյալ Նահանգների պես երկիրը, եթե որևէ տեղ տնտեսական շահ չունի, չեմ կարծում ինքը հսկայածավալ այդպիսի ներդրումներ անի։ Քաղաքական շահ ունի, տնտեսական չունի, բայց քաղաքական։ Ներեցեք, իսկ ինչի պետքա քաղաքական այդում շահ չունենա։ Իսկ ո՞րն է այդտեղից Հայաստանի վտանգը, որ օրինակ աշխարհի ամենահզոր երկիրը այդ թվում տնտեսական եւ քաղաքական շահ ունենա Հայաստանի հետ համագործակցելով։ Երբ որ Հայաստանի Հանրապետությունը մեր իշխանության օրոք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը ստորագրեց դեռևս նախորդ ԱՄՆ իշխանությունների կողմից, գործող վարչակազմը դա ոչ միայն շարունակեց, այլև մեծ ընթացք տվեց եւ հենց այդ պայմանագիրը նշանակում որ ոչ միայն Ամերիկան, այլ նաեւ Հայաստանն է ուզում, որ ինքը աշխարհի առաջատար երկրների հետ քաղաքական, տնտեսական եւ այլ շահեր ունենա, այդտեղ որ ինչ խնդիր կա։ Այդտեղ կարծում եմ նորից եմ կրկնում պարոն Քոչարյանի եւ մեր Ռուսաստանից գործողված մյուս էմիսարների միակ նպատակը ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վերադառնա անցյալ եւ ունենա միմիայն շահ մեր դաշնակիցների կողմից, որոնք 25 տարի փաստաթղթի վրա եղել են դաշնակից, բայց տեսանք, թե ինչպես էին օրինակ հեռախոսով ռիլեր նայելով կամ սիգարետը ծխելով հետևում, թե ինչպես էին մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ ռումբերի պայթյունների ներքո լքում իրենց բնակավայրը։ Բայց չունեք մտավախություն, որ այս անգամ Ռոբերտ Քոչարյանը Ես բոլորի հարցին կպատասխանեմ։ Հաջողվի միջև քոք մաշեցնել, գրել։ Նորից կկրկնեք։ Ասում չունեք մտավախություն, որ իր մասնակցությամբ միջև քոք կմաշեցնի իշխանությանը, կգրի ձեզ։ Ես այդ մտավախություն բառասվածը միշտ չեմ հասկացել ինչ անշանում մտավախություն, այսինքն սա քաղաքական ընտրություններ են, մենք դուրս չենք եկել դուելի, ինչպես ինքն էր երազում 2021 թվականին, որ մի հատ էլ մտավախություն ունենամ, որ կյանքից կարող եմ զրկվել։ Ես կարծում եմ ինքը մինչև քոքը ոչ միայն իր, այլ նաև մյուս բոլոր ընդդիմադիրների քոքը կմաշեցնի եւ թող այդ մյուս ընդդիմադիրները մտածեն, համենայնդեպս իր ամբողջ ասելիքը ասուլիսի ընթացքում երկուսն է իմ կարծիքով այդ գլխագրերից որ ծանոթացել եմ վերնագրերից մեկը այն որ Հայաստանը պետք է միմիայն Ռուսաստանի հետ լինի եւ երկրորդը ըստ իս որը ոչ թե իր ընտրողին կամ մեզ էր ուղված այլ ընդդիմադիր դաշտին էր ուղված որ հանգիստ նստեք ձեր տեղը լիդերը ես եմ լինելու ընդդիմության Բայց ասում էր լավ չեք հասկացել, որովհետև կամ դերուզաձեով եք հասկացել, որովհետև ասում էր դեռևս սոցիալարսումներ պետք է անեն նույնիսկ իր դաշինքը ղեկավարելու հարցում եւ Ռուսաստանի հետ կապված նույնիսկ Միացյալ Նահանգներն ասում են ամենալավ երկիրն է բանակցություններ վարելու եւ իրենք շատ լավ բանակցություններ են վարում։ Այսինքն այդ ամենը Տեսեք, եթե ես լավ չեմ հասկացել, հա, եթե ես լավ չեմ հասկացել, ուրեմն լավ չեմ հասկացել այդ թվում ձեր լրատվամիջոցի դրած վերնագրով։ Ձեր լրատվամիջոցը, որտեղ որ դուք աշխատում եք, վերնագիր էր դրել, որ միայն ես կարող եմ այս երկիրը այս վիճակից հանել։ Եթե դուք այդպիսի վերնագիր եք դրել եւ ինձ ասում եք, ես լավ չեմ հասկացել Ռոբերտ Քոչարյանի խոսքը, ուրեմն դուք սխալ եք հանրությանը ներկայացրել։ Ասել է այդպիսի բան պարոն Քոչարյանը։ Ես կարծում եմ ասել է, որ այդպիսի վերնագիր է դրել ձեր լրատվամիջոցը, որտեղ ասում է ես եմ միակ մարդը, որ կարող եմ այս երկիրը այս վիճակից հանել։
տարբերություն շատ-շատերի եւ քանելու երկիրը, բայց ասում է դեռևս պետք է հարցումներով դա եւս լինի։ Ինքը իր մասին կարծում է այդպես, բայց ինքը նաեւ ասում սոցիալ Ես իր մասին եմ ասում, էլի։ Չէ, ինքը ասում է նաեւ սոցիալություններով կբարձրի դա բանը։ Ես չգիտեմ դուք ինչ եք հիմա իր փաստաբանը դեր տանում, ես ասում ես կարդացել եմ ձեր վերնագիրը, որտեղ շատ բարձ գրված ասում է ես եմ այն միակ տղեն, որ կարա երկիրը այս վիճակից անի, թե հետո այդտեղ ստերոկետով ինչ է ավելացնում։ Դե լավ տղա է, չէ, այսինքն նկատի չունեմ, ասում տղա հասկանալի է, չէ, ինչ նկատի ունեմ։ Թեմայից հարցնեմ, պարոն Գաբրելյան, Եվրախորհրդում արտգործնախարարը ասում էր Հայաստանի խնդիրը ազատության թշնամիներն են, դուք անդադ հիբրիդային պատերազմից եք խոսում, կարծեք կոնկրետ ով է հիբրիդային պատերազմը վարումներ դեմ եւ ով է Հայաստանի ազատության թշնամին։ Ինձ թվում է այդ հարցերի պատասխանը հայ ժողովուրդը շատ լավ գիտի, բաներ կան, որ պետք չի ասել, ենթադրեմ։ Ինձ թվում է դուք շատ լավ գիտեք ու ցավոք սրտի, երբեմն այդ թվում դուք կամ մեր շատ այլ հայրենակիցներ չիմանալով ընկնում են այդ թակարդը։ Օրինակ հիբրիդային պատերազմներից մեկը կա ամուլով ասեմ, որպես ձեր ոլորտի, երբ որ չճշտված աղբյուրին հղում անելով, հետո մեկ օր հետո բարձրանում այդ աղբյուրը շատ այլ տեղից, կոնկրետ այլ տեղից ֆինանսավորում է եւ կոնկրետ իր հրապարակումները որևէ աղերս չունեն իրականության հետ, բայց ձեր կողմից տիրաժավորվում է, դուք ուզեք, չուզեք կամ անուղղակիորեն դառնում եք այդ հիբրիդային պատերազմի կամ այդ հիբրիդային գրոհների։ Ո՞րն է այդ մի տեղը, պարոն Գաբրելյան։ Դե տեսեք կոնկրետ այդ հրապարակումներ, եկեք բացենք, տեսնենք վերջի մի քանի հրապարակում։ Բայց երբ որ դուք ասում եք մի տեղից, պետք է այդ մի տեղը անունը տա։ Հարգելիս, հիբրիդային պատերազմը այդ բան չի, տենց կալաշնիկով չենք բաժանում եւ իրար կրակում։ Հիբրիդային պատերազմի մի մասն է, ձեր ասած ապատեղեկատվությունը։ Հիմա երբ որ այդ ապատեղեկատվությունը, որ գալիս է, որ օրինակ, չգիտեմ, մեր հարևան որևէ երկրի առաջնորդ մի քանի 100,000 անձնագիր է ուղարկում, այն դեպքում, երբ որ Հայաստանի Հանրապետությունում գոնե 18 եւ 21 թվականի ընտրությունները անցել են այնպիսի ժողովրդավարության պայմաններում, որ այդ թվում մեր ընդդիմությունն ընդունել եւ եկել է 5 տարի ուղակի գրանցվել կոճակա սեղմել, որպեսզի բացակա չստանա եւ պարգևավճար կամ աշխատավարձ ստանա, ինձ թվում է այդ ակնհայտ է ելի։ Այսինքն հիբրիդային պատերազմ, եթե ավելի կոնկրետ եք ուզում, օրինակ մեր արտաքին հետախուզության ծառայությունը, եթե չեմ սխալվում, մի որոշ հատվածել հրապարակային է, ինքն այնտեղ շատ པարզ նկարագրում է, թե որն է, այդ թվում մեր Եվրամիության գործընկերները ունեն այդ փորձը, թե ինչպես դրա դեմ պայքարել։ Դե մեզ գումար էին տալիս Ռուսաստանի դեմ, հայտարարությունը Ես կարծում եմ այդ թվում, այո, կարող են Ռուսաստանից լինել։ Օրինակ, երբ որ այդ Ռուսաստանի խոսափողն ասում է, որ այստեղ պետք է հատուկ գործողություններ անել, դա ի՞նչ է։ Ինձ թվում է դա էլ է դրա մի մասը, եւ այդ հատուկ, թեև ինքը ռուսերենով ասում է հատուկ ռազմական գործողություններ, բայց այդ հատուկ ռազմական գործողությունները, եթե հայերենի թարգմանես, կարաս ռազմականը հանես եւ այլ գործողություններ, օրինակ, որ հայտնվեն մերօրյա մարդիկ, որոնք խոսեն, որ իրենք պատրաստ են, չգիտեմ, անվճար նվիրումով աշխատել, ես ավելին ասեցի, որ ինչի անվճար, բերեք հրապարակային հայտարարենք եւ տեսեք, թե նախքին այդ ապօրինի հարստացած անձանցից քանիսը պատրաստ կլինի ինքը մի բան է վճարի։ Օրինակ ամիսի 100 միլիոն դրամ պատրաստ եմ վճարի, ելի հետ գա, եթե այդ նույն պայմանով 10 տարի կղեկավարի։ Ռոբերտ Քոչարյանը, որ ըստ դատախազության առնվազն 220 միլիոն դոլար եւ ավել ապօրինի գույք ունի։ Ձեր կարծիքով չի ուզենա ինքն է 100 միլիոն դրամ ամեն ամիս բարեգործություն անի եւ եւս 10 տարի լինի ղեկավար։ Իսկ թվում է կուզենա, որտեվ շահավետ է, չէ։